Վերջին շրջանում պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։ Այս հետաքրքրությունը կարելի է կապել նաև նրա ամուսնության հետ։ Բանն այն է, որ երկար տարիներ Սոֆի Դևոյանի անձնական կյանքը քննարկվում էր հանրության կողմից, եւ միայն վերջերս ամիսներ առաջ պարուհին հայտնեց, որ պատրաստվում է ամուսնանալ։ Նա հանրությանը ներկայացրեց իր սիրելիին, ով շատերի կարծիքով չափազանց նման է Սոֆի Դևոյանի եղբորը։ Սոֆի Դևոյանն իր հարսանիքի օրը բավականին գեղեցիկ էր։ Նա ընտրել էր յուրօրինակ եւ տարբերվող զգեստ։ Այս զգեստը երկար ժամանակ քննարկվեց հանրության կողմից։ Մարդիկ բաժանվել էին երկու մասի՝ մարդիկ, ովքեր գնահատում էին պարուհու ընտրած յուրօրինակ զգեստը, եւ մարդիկ, ովքեր քննադատում էին նրան, նշելով, որ իրենք իրենց հարսանիքին նման զգեստ երբեք չէին կրի։ Ինչևէ, այս ամենը կարելի է համարել անցյալ։ Այս օրերին Սոֆի Դևոյանը իր հարսանիքից հետո բուռն աշխատանքային գործունեությամբ է զբաղված։ Մի կողմից իր պարի դպրոցն ու իր սաները, մյուս կողմից նա մասնակցում է երկու աստղ հեռուստանախագծին իր մայրիկի հետ։ Սոֆի Դևոյանի հրապարակումները լայն տարածում են գտնում համացանցում։ Երեկ Սոֆի Դևոյանի ինստագրամյան էջում հայտնվել է նոր ֆոտոշարք, որը արված է պարի դպրոցի համար։ Ֆոտոշարքում նա կրում է հայկական տարազ, որը պարուհուն չափազանց շատ է սազում։ Մեր աչքից չի վրիպել, որ ֆոտոշարքում նաև տղա կա։ Թերևս նրանք փորձել են ստանալ հին հայկական ավանդական տարազի տեսքը հայ կնոջ եւ հայ տղամարդու հագին։ Շատերը մեկնաբանություններում գրում էին, արդյոք Սոֆի Դևոյանի ամուսինը չի խանդում տեսնելով իր կնոջը այսքան մտերմիկ եւ ջերմ լուսանկարներում ինչ-որ այլ տղամարդու հետ։ Մեզ մնում է ներկայացնել այս գեղեցիկ ֆոտոշարքից մի քանի կադրեր եւ ինչպես նաեւ ներկայացնել Սոֆի Դևոյանի մասնակցությամբ տեղի ունեցած շքեղ հարսանիքից մի քանի կադրեր։